Նիկոլ Փաշինյանի Ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ սպանության գործով մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, նույնիսկ աշխատանքից չի ազատվել։ Խորհուրդը չպատժվեց, դատավարությունը շարունակում է ձգձգվում է, մինչև վաղամության ժամկետը անցնի։ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը նկատում է, որևէ ղեկավար հղի կնոջը չի ենթարկում վրաերթի ու շարունակում ճանապարհն առանց օգնություն ցույց տալու։ Ես սովորական քաղաքացի եմ, որը չունի ուղեկցողներ, չունի բժիշկ իր հետ, որը երթևեկում է, եւ չունի այդ միգալկաները, որ կարող է էականորեն կրճատի հիվանդանոց անցնող ճանապարհը։ Վարչապետը այդ ամեն ինչը ունի ու ի տարբերություն ինձ ինքը դա կարող էր հեշտությամբ կազմակերպել։ Հիշեցնենք, 2022 թվականի ապրիլի 26-ին էր Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը Երևանի Պարոնյան Լեո խաչմերուկում վրաերթի ենթարկել հղի կնոջը Սոնա Մնացականյանին։ Նիկոլ Փաշինյանը մեծ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր դեպքին ու հայտարարել, ինքը դրա հետ կապ չունի։ Հասկանում եք, իմ շարասյունը չի Հայաստանի Հանրապետության վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը ապահովող եւ տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ինչ կապ ունեմ ես դրա հետ, հարգելիներս։ Փաշինյանի վերոհիշյալ ասուլիսից կարճ ժամանակ անց էր դատարանը որոշում կայացրել, մեղադրական վերդիկտ էր կիրառել եւ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին դատապատել էր 1 տարի 6 ամսվա ազատազրկման, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, թղթի վրա։ Բաժանորդագրվեք Արմատ Մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։